Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 571 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Կալուգայի, Լենինգրադի, Նովգորոդի, Ռիազանի, Տուլայի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի եւ Սև ծովերի տարածքները։ Կրկին հարվածներ են հասցվել Wildberries ընկերության պահեստներին, այս անգամ Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում։ Հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ, թիրախավորվել են այլ ենթակառուցվածքներ։ Wildberries-ի պահեստը հարձակման ենթարկվել նաեւ Սիմֆերոպոլում։ Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին Կրասնոդարում, Ստավրոպոլում, Տամբովի եւ Մոսկվայի մարզերում Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնների։ Մի քանի տասնյակ մարդիկ էին զոհվել եւ վիրավորվել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այդ պահեստներում եղել են ԱԹՍ-ների եւ տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր 21-րդ փաթեթի համար։ Կարևոր է, որ Մոսկվայի վրա ճնշումը շարունակվի, քանի որ նրանք հրաժարվում են դադարեցնել իրենց սկսած պատերազմը։ Այս փաթեթը ներառում է Ռուսաստանի եկամուտները սահմանափակելուն ուղղված ուժեղ քայլեր։ Կիևի առաջարկները եւս հաշվի են առնվել, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Նա հույս է հայտնել, որ 22-րդ փաթեթն էլ հնարավորինս արագ կմշակվի։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը մոբիլիզացիայի հետ կապված նոր որոշումներ է կայացնում եւ պատրաստվում է շարունակել Ուկրաինային զանգվածային հարվածները։ Նա հավելել է, այժմ կարգավորման ուղղությամբ դադար է, այդ թվում, քանի որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Իրանի վրա։ Սա Կիևի համար խնդիր է ստեղծում հրթիռային պաշտպանության հնարավորությունների առումով, պարզաբանել է Զելենսկին։ Արդեն 13-րդ գիշերն է ԱՄՆ զինված ուժերը շարունակում են հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանական մամուլը գրում է հարավային Ղեշմ կղզում, Բանդերաբաս նավահանգստային քաղաքում եւ այլ բնակավայրերում պայթյունների մասին։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանական ուժերն էլ հարվածներ են հասցրել Բահրեյնում եւ Հորդանանում ամերիկյան բազաներին։ Դոնալդ Թրամփը կրկնել է, Թեհրանը ցանկանում է բանակցել, բայց Վաշինգտոնում համոզված են, որ իրանական կողմը դեռ պատրաստ չէ գործարքի։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանին կարող են ավելի զանգվածային հարվածներ հասցվել։ Եթե խնդրեմ, Իսրայելն էլ 2 րոպեից կմիանա մեզ, բայց մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ։ Մենք շատ արդյունավետ ենք գործում Իրանի դեմ, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ Իրանը դեռևս որոշակի հնարավորություններ ունի, սակայն ռազմական ներուժը ոչնչացված է։ Նաև Թրամփի խոսքով այսուհետ Հորմուզի նեղուցում նավերին հասցված վնասները կփոխհատուցվեն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներից։ Թեհրանում վտանգավոր նախադեպ են որակել նման հնարավոր որոշումը։ Իրանի արտգործնախարարը նաև մանրամասներ ներկայացրել Վաշինգտոնի հետ ընդհատված բանակցություններից։ Ըստ Աբբաս Արաղչիի, ամերիկյան կողմը հրաժարվել է Իրանին փոխհատուցում վճարելու պայմանից, ինչն անհնարին է դարձնում վերջնական գործարքը։ Նաև Թեհրանը մեղադրել է Պարսից ծոցի երկրներին եւ Հորդանանին Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներին մասնակցելու համար։ Զուգահեռ ԱԳՆ-ից շեշտել են, իրանական ուժերի կողմից ամերիկյան բազաների թիրախավորումը ինքնապաշտպանություն է եւ անհրաժեշտ քայլ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Գիշերը Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել մի շարք քաղաքներ, այդ թվում Թբիլիսին մնացել են առանց էլեկտրականության։ Ըստ վրացական ԶԼՄ-ների պատճառը եղել է Թուրքիայի եւ Վրաստանի էներգահամակարգը կապող բարձրավոլտ գծում վթարը։ Ավելի ուշ հանրապետության էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկություններ կան, որ խափանումներն ազդել են մի շարք շրջանների ջրամատակարարման վրա, ինչի հետևանքով Թբիլիսիում եւ Ռուսթավիում ջրի հետ կապված խնդիրներ են եղել։ Դիանա Գասպարյան, լուրեր։